Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի զանգվածային լրատվամիջոցներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ընկերներ, շտաբ միացում եմ կազմակերպել, հենց հիմա գտնվում եմ մարզահամալիրում Կարեն Դեմիրճյանի անվան, այստեղ ինչքան հնարավոր է բնակավարի հետ կապված իրավունք կար, ոտնահարվեց ու խայտառակ իրավիճակ ա տիրում, որը քիչ թե շատ հանդարտեցվել է երգիչների համերգ է, անկեղծ ասած ինքս իրենց արվեստին ծանոթ չեմ, գտնվում եմ, որովհետև իմ ընկերուհիների դեռահաս երեխաներին պետք է բերեինք համերգ, Մական, AVG ու մյուս երգչի անունը անգամ չեմ հիշում։ Ժամը 8:30 համերգը պետք է սկսվեր, ժամը մինչև 9:30 դռները փակում են, համերգը ներսում սկսվում է ու մարդկանց թույլ չեն տալիս, անհամար քանակի դեռահաս ու անչափահաս երեխաներ, ուժեղ դավ կա, երեխաները բատանում են, վեճեր է սկսում, ինչքան հնարավոր է իմ ուղղությամբ հանդարտեցնելով առաջ եմ ընթացել, մի շարք իրավիճակներ փորձել եմ վատացող երեխայի խնդրել դուրս բերեն, մի խոսքով հետագայում տեսանյութեր կտեղադրեմ։ Առաջանում եմ ոստիկանությանը դիմում եմ, դռները բացում են այդ պահին, արդեն որովհետև երեխաները դռների վրա են բարձրացել, ապակիներն են ծեծում ու մինչ այդ էլ ժամը 9-ին երբ բարձրանում էի, բազմա 100 մարդիկ արդեն հիասթափված իջնում են աստիճաններով։ Դռները բացում են ու պարզվում է, որ տոմսերի կրկնավաճառք կամ ինչպես ասում են եռավաճառք է տեղի ունեցել, բազմաթիվ մարդիկ, ընդ որում մինչ այդ էլ մի շարք երեխաներ ցուցմունք տվեցին, որ ծանոթ բարեկամ ԽԾԲ, ինչպես սիրում է մեր ներկայիս իշխանությունը, սկզբունքով առաջացել ներս էին մտել, ու մարդիկ իրենց գնած տոմսերով չկարողացան առաջանալ եւ մասնակցել համերգին, բավականին զանգված առաջացավ մտնեն, ոչ տեղում ուղեկցորդներ կային, դուռը բացում ես, արդեն կանգնելու անգամ տեղ չկա, այդ աստիճանի մարդկանց մասնակցելիությունն է ներսում գտնվում ու պատկերացնում եք լկտիության աստիճանը, որ դռները հաշվի առնելով, որ այդքան վաճառք է եղել, նախապես ժամից ցուցված 8:30-ից առաջ տեսնելով, որ ամբողջ դահլիճը լցված է, դռները փակում են ու մարդկանց թույլ չեն տալիս մտնելու համերգ։ Հիմա շուրջ բոլորս լացող դեռահասներ են։ Երեխեքը են փոքրահասակ անչափահաս երեխաները հուզված լացելով գնում են, որովհետև հնարավորություն չունեցան իրենց համար այս սիրելի երաժիշտների համերգին մասնակցելու ու մարդիկ բավականին մեծ գումարներ էին վճարել, օրինակ ինձ բնականաբար այդքան չի հուզում, որովհետև կրկնում եմ ծանոթ չէ ես արվեստին, զուտ որպես ուղեկցող էի եկել համերգին, բայց սա խայտառակություն է, բնականաբար բողոքեք երեխեք ջան, բողոքեք։ Էշտերից ցավից մեռնա։ Չգաք, ապուշ բաներ։ Այդ դուք էլ եք մեջը մնացել Դավկայի։ Մենք 6:30-ից ստեղ կանգնած հերթի մեջ էինք, ժամը 9-ին մեզ նոր թողել էր մտնել ներս ու 9:30 մեզ նոր թողել էր մտնել ներս, որովհետև իմ ուշքը գնացել էր, ես չէի կարող 4 ժամ ոտի վրա կայնեի։ Ժորժան Դավկա էր իրականում, ծառացի, մեկ էլ երևի ես ինձ վրդոված եղել եմ, մեկ էլ հունիսի 12-ին, երբ մարդկանց վրա 30 հատ մեռնակ նետեցին։ Ոնց կարելի է մարդկանց հետ, այն էլ ասում եմ, այստեղ մեծ հույզերով ոգևորությամբ անչափահաս ու դեռահաս երեխեք են մեծամասամբ գտնվում։ Մի կերպ առաջացել եմ, կարողացել ենք դռները ստիպել, որ բացեն։ Այդ ամբողջ ընթացքում ընդգծեմ, որ մի ոստիկանության ծառայակից ամբողջ շառաբղով ներկա չի գտնվել։ Բնականաբար էլի համադրություն, եթե մի հատ թեթև քաղաքական ակցիա լիներ, ողջ իրավապահ մարմինների ծառայությունը հիմա այս շառաբիղը փակել էին։ Ինքս մոտեցել եմ, խնդրել եմ ոստիկանություն ծառայություն իրականացնողների լրացուցիչ ուժեր կանչել։ Կապերը ամբողջովին անջատված էր, հնարավորություն չունենք ոստիկանության հետ կապ հաստատել, որ մարդկանց ուղարկել, որովհետև աչքիս առաջ հատկապես փոքրահասակ երեխաները երկաթներ են դրված, երկաթին հենվելով լուրջ վնասվածքներ են ստացել։ Հիմա կազմակերպիչ ընկերությանը Stage Muse, սա լկտիություն է, ես մեր GM Legal փաստաբանական գրասենյակի կազմակերպելու եմ դատական հայց, մարդկանց
փոխհատուցում եք պարտավոր իրականացնել, որովհետև մարդիկ իրենց տոմսերը ձեռքին հնարավորություն չունեցան ներս մտնել, ասում եմ, ի սկզբանե մարդիկ վերևից արդեն բարձրանում է, թողնում տեսնելով այս դավկային ներկա գտնվելով, թողում աստիճաններից իջնում են, ես վաղը հայտարարություն եմ տարածելու, դուք իրավունք չունեն, ինչ որ կազմակերպիչներ մեր երկրի քաղաքացիների հետ, այս կերպ վարվեն, այն էլ չեք պատկերացնում այդ հույզերը, որոնք անչափահաս երեխեքա ապրում են, այդքան ոգևորությամբ կան իրենց սիրելի Այստեղ կողջուրջ բոլորս հուզված երեխեք են, իմ սիրտն է լցվեց, այդքան մեծ ոգևորությամբ եկել էին մասնակցելու իրենց սիրելի երաժիշտների համերգին, բոլորը ամեն անկյունում մի հատ երեխա հիմա լացում է, այս ինչ էր, այսինքն լկտիության գագաթնակետ, ոնց որ անտերապետություն է երկրում, դες բոլոր բնակավարների վրա է տարածվել, ինչ իրավունք ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ այսպես վարվեք ու պատասխան եք տալու, ինչ է նշանակում կրկնավաճառք կամ եռավաճառք տոմսերի, մարդը չի, ու ինչը ամենամեծ լկտիությունն էլ կրկնում եմ, տեսնում եք դահլիճը լցվել է, դրսի դռները փակում եք, որ մարդիկ դավկա սկսվի չկարողանան ժամերով ներս գտնվել, ասում եմ, բա հետևանքները, գոնե շտապ օգնություն ուղարկեք, գոնե ծառայություն ուղարկեք ոստիկանության, տեղեկացնեք մարդկանց վիճակը, ու ոչ մի կազմակերպիչ մարդիկ վրդոված, կատաղած մտնում են ներս, ոչ մի կազմակերպիչ պատասխան չի տալիս մարդկանց, թե ինչա կատարվել։ Ես խնդրում եմ մեր զանգվածային լրատվության միջոցներին մաքսիմալ լուսաբանել այս միջադեպը, պահանջում եմ կապի դուրս գալ կազմակերպիչներին ու պատասխանատվություն են իհարկե կրելու այս միջադեպի համար եւ ինքնակամ սկսեք փոխհատուցումը մարդկանց կազմակերպել առնվազն չհաշված այդ բարոյական վնասը լայնամասշտաբ, որ պատճառեցիք այս երեխեքին Հարգել ես մեր տոմսերն էլ բոլոր, ես ինքս է տոմս եմ ունեցելը չեմ առաջացել, որովհետև ոչ մեկը մի թափեք տոմսերը, որովհետև հետևանքներ ա լինելու, չեն կարող մարդկանց հետ այսպես վարվել։ Այսքանը ու խնդրում եմ հիմա եթե իրավապահ մարմիններ, ես ինքս մոտեցել եմ ծառայություն իրականացնողներին, խնդրել եմ, որ լրացուցիչ ուժեր ուղարկեն, որովհետև հիմա էլ երկրորդ ալիքն է սկսելու Այս երեխեքը այդքան հոգնած, վրդովված, ինչու ոչ նաև վնասված մտել են դահլիճ եւ հիմա էլ վեճերա սկսելու իրենց տեղերը նստելու համար, իսկ դահլիճում անգամ միջանցիկ հատվածներում կանգնելու տեղ չկա, այդպիսի վիճակ է։